ինքը հասավ իր ուրախությանը, որտեղ ինքը չհուսահատվեց։ Ինքը կարա ամեն օր քեֆանի ուրախանա, եթե ինքը աշխատի եւ իր ձեռքից ամեն ինչ կգա։ Այո, ինքը չհուսահատվի։ Այսինքն մեզ հեքիաթը սովորեցնում է երբեք չհուսահատվել, միշտ հաղթահարել դժվարությունները, պայքարել։ Լորեցի փոքրիկները վերլուծում են Թումանյանի հեքիաթները, լինում է չի լինում մի օր գրադարանում նախաձեռնությունն իրականացնում է Լոռու մարզային գրադարանը։ Մարզի հասարակական եւ մշակութային ոլորտների ներկայացուցիչները երեխաների համար նախ ընթերցում, ապա համատեղ քննարկում են մեծ լոռեցու ստեղծագործությունները։ Նման ձևաչափով հանդիպում առաջին անգամ է կազմակերպվում։ Երեխաները առաջին անգամ չէ որ լսում են այս հեքիաթները, բայց հեքիաթը լսել դասարանում կամ մանկապարտեզում մի փոքր այլ է, իսկ հեքիաթը լսել հենց այն վայրում, որտեղ գրքերն են, գրքերի միջավայրում, որտեղ հենց բուն կրթությունը, մշակույթն էլ հենց գրադարանից է դուրս գալիս, մի փոքր այլ է։ Ծրագրին կմասնակցի մոտ 300 երեխա, նախաձեռնողները վստահ են թումանյանական հեքիաթների շնորհիվ կզարգանա փոքրիկների եւ խոսքը եւ տրամաբանությունը, սա լավ առիթ է նրանց համար կտրվել հեռախոսներից եւ շփվել գրքի հետ, ծանոթանալ հայ գրականության մեծերին ու նրանց գործերին։ Ժամանակակից աշխարհում, երբ հատկապես երեխաները հեռացել են ընթերցանությունից եւ ավելի շատ տրվել են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին, գրքի ընթերցանությունը օրվա հրամայական դարձնել եւ մեծ սեր առաջացնել երեխաների մոտ գրքի նկատմամբ շատ կարեւոր է, որ երեխաները նաեւ հնարավորություն են ունենում գիրքը քննարկելու, սեփական կարծիքն արտահայտելու եւ ասելու, թե ի վերջո հեքիաթը ինչ է տալիս իրենց, ինչ տվեց իրենց։ Լինում է չի լինում մի օր գրադարանում նախաձեռնության շնորհիվ գրադարանը դառնում է ոչ միայն գիտելիքի, այլև մշակույթի կենտրոն, որտեղ ամեն նոր հանդիպում լի է նոր ասելիքով ու բացահայտումներով։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։